Ազգային ժողովի մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, ներկայացվում է մասնավոր պանորդական գործունեության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որի նպատակն է մասնավոր պանորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումը հետևյալ 3 ուղղություններով։ Առաջին ուղղությունը ոլորտի որոշակիացումն ու ստանդարտացումն է, ինչի համատեքստում առաջարկվում է օրենքով սահմանել պարոնորդական ծառայությունների տեսակները, լրացնել տեսահսկման, ինչպես նաև անձնագրման համակարգի միջոցով պահպանության և արագ արձագանքման ծառայություններով, ինչը ներկայումս թեև իրականացվում է, բայց օրենսդրական ամրագրում չունի։ Սահմանել մասնավոր պանորդական գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պարտադիր նվազագույն պահանջ, մասնավորապես լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահին կազմակերպությունը պետք է ունենա որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի, պահնորդի և կամ թիկնապահի հետ կնքված աշխատանքային պայմանագիր։ Սահմանել մասնավոր պանորդական կազմակերպության պատասխանատվության ռիսկի պարտադիր ապահովագրություն։ Մասնավոր պանորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի բազային դրույքաչափը 500 պատիկի փոխարեն սահմանել 3000 պատիկի չափով, ինչը համահունչ կլինի տնտեսության արդի ցուցանիշներին։ Լիազոր մարմնի կողմից մասնավոր պանորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից օբյեկտները պահպանելու կարգը և պայմանները սահմանող հրամանի ընդունման համար սահմանել լիազորող նորմ։ Հաջորդ ուղղությունը վերաբերում է ոլորտի վերահսկողությանն ու հաշվետվողականության ամրապնդմանը, ինչի համատեքստում առաջարկում ենք օրենքով սահմանել մասնավոր պանորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան վարելու հնարավորություն և դրանում ընդգրկված տեղեկությունների ցանկ, ինչը հնարավորություն կտա ձևավորել անհրաժեշտ և բավարար վիճակագրություն, իրականացնել ոլորտի տենդենսների օբյեկտիվ վերլուծություններ։ Հաջորդը վերանայել պանորդական ծառայություններ մատուցելու վայրում միայն պատվիրատուի համաձայնությամբ ստուգում իրականացնելու վերաբերյալ դրույթը, բացառություն նախատեսելով միայն բնակարանների կամ բնակարանի հավասարեցված վայրերի համար։ Նախատեսել մասնավոր պանորդական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին կիսամյակային հաշվետվություններ ներկայացնելու օրենսդրական պահանջ։ Եվ երրորդ ուղղությունը վերաբերում է հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից որոշ խստացումների, որի ապահովման համար առաջարկում ենք վերացնել պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելու իրավական հնարավորությունը և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսել զանցանք, այն է մասնավոր պանորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ 3-ից ավելի թիկնապահով ուղեկցելը, սահմանելով իրավախախտման հասարակական վտանգավորությանը համարժեք տուգանքի բարձր չափ։ Խստացնել նաև առանց լիցենզիայի մասնավոր պանորդական ծառայություններ առաջարկելու և այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը։ Շնորհակալություն, այսքանը։ Հարցերի համար հերթագրում։ Թադևոս Ավետիսյան։ Պարոն Մկրտչյան, հարցս տենց ուղղակի չի վերաբերում ձեր ներկայացրած նախագծին, բայց ձեր ոլորտի խնդիրներին է վերաբերում տասնյակ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մասնավորապես նաև Երևան քաղաքի բնակիչներ, էական դժվարություններ են ունենում փաստացի բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք ստանալու հետ կապված։ Ես այդ վերջերս հենց իմ օրինակով փորձեցի խնդիրը ավելի մանրամասն պարզել։ Այսինքն նախ այդ տեղեկանքը տալիս է թիմը, օրինակ վարչական շրջանը, հետո պարզվում է, որ այդ վարչական շրջանը այդ տեղեկանքը տալու համար ասում է գնա հարևաններից հետ հայտարարություններ բեր, ասենք 4-5 հարևանից հայտարարություն բեր, որ դու այդ գրանցված հասցեում փաստացի բնակվում ես։ Աբսուրդ է, որովհետև այդ տեղեկանքը նախ նպատակի առումով ոչինչ է, որտեվ այդ գրել ստորագրել դեռ չի նշանակում, որ այդպես, հետո հասկանալի չի, այսինքն եթե մարդը հայտարարություն է տալիս, որ այդտեղ ապրում,
Ինչի չեք հավատում, ասենք պետք է գնա ինչ-որ տեղեկանքներ հավաքի եւ մեկ էլ էս թվայնացման աշխարհում, այսինքն դուք չեք տիրապետում այդ բազաներին կամ եթե ճշտելու խնդիր կա, ի վերջո ոստիկանություն կա, համայնքային ոստիկանություն կա, ինչքան ասես լիքը ոստիկանություն կա, լիքը ծառայություններ գնան զբաղվեն անեն, ոչ թե մարդկանց Թադևոսյան ավարտեք։ Շնորհակալություն։ Պարոն Ավետիսյան, եթե չեմ սխալվում, փաստացի հաշվառման վերաբերյալ տեղեկանքը անձնագրային ծառայություններն են տալիս եւ այստեղ թվային, այսպես ասած, բազաներ չկան եւ չեն կարող լինել, քանի որ անձիկ հաշվառվում են մի հասցեում եւ դա է թվանացված եւ դատաբազայում արկա է, բայց այլ հասցեներում քաղաքացին ըստեյության ազատ է բնակվելու, բայց այս առումով ասեմ, որ մենք բավականին process-ը արագացնելու համար թվային գործիք ենք ստեղծել, որը անձնագրային ծառայության եւ համայնքային ոստիկանության տարածքային բաժնի կապն է օպերատիվ շատ ապահովում, որպեսզի արագ պարզվի անձի փաստացի բնակվելը տվյալ հասցեում եւ շատ արագ մատչելի մենք սպասարկում ենք քաղաքացիներին այս առումով։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Նախ արձանագրեմ, որ տալիս է վարչական շրջանը, 2 օր առաջ եմ վերցրել այդ տեղեկանքը, մոտս է, հիմա եթե սխալ են տվել կամ մենակ ինձ են տվել, այդ չգիտեմ, երկրորդը դուք շատ արագ եւ ոնց եք ասում, արդյունավետ չեք սպասարկում, ես իմ օրինակով եմ ասում եւ բազմաթիվ քաղաքացիների, խնդիրն էլ տասնյակ հազարավոր մարդկանց է վերաբերում, այդպիսի տեղեկանք ամենատարբեր տեղերից պետք են, բանկից մինչև վայնկոմատ, չգիտեմ, այստեղից մինչև այնտեղ, այս խնդիրը կարևոր խնդիր է եւ իրականում, ասում եմ, այն լուծումը, որով դուք հիմա առաջնորդվում եք, ոչինչ չի տալիս, այսինքն այդ հարևանի տված հայտարարությունը ոչ մի բան է եւ հետո, ասենք, ձեր իշխանություններ չի ասում, այսինքն ինչի պիտի մարդուն քաղաքացուն դուք չհավատաք, եթե հայտարարություն է տալիս քաղաքացին Հայաստանի Հանրապետության, որ այդտեղ է ապրում, ինչի չեք հավատում, ասում եք գնա, չգիտեմ, կամայական 4-5 հարևանից հայտարարություն բեր։ Սա է աբսուրդը եւ սա ժամ առաջ, օր առաջ լուծում է պահանջում, որը դուք պիտի անեք։ Պարոն Ավետիսյան, ճիշտ ասած միջև վերջ չհասկացա դուք ինչ տեղեկանք եք ստացել, բայց դուք էլ, եթե թույլ կտաք ավարտեմ, պարոն Ավետիսյան, դուք էլ ասում եք, որ վարչական շրջանից եք ստացել այդ տեղեկանքը, բայց հիմա հարց ուղղում եք ներքին գործերի նախարար։ Կխնդրեմ այդ տեղեկանքը, եթե հնարավոր է ներկայացեք, ես հասկանամ ինչի մասն է խոսքը գնում, որպեսզի պատշաճ կարողանամ ձեզ պատասխանել։ Շնորհակալ եմ։